Հարգելի ներկաներ, սիրելի հայրենակիցներ, ես Աստղիկ Մաթևոսյանն եմ, Anti-Fake-ի գլխավոր խմբագիրը։ Այսօր այստեղ եմ ներկայացնելու մեր խմբագրության և Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հետապնդումների թիրախ դարձած երկու քաղբանտարկյալների՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի իրավունքների կոպիտ խախտման փաստերը։ Վերջին տարիներին և հատկապես վերջին ամիսներին Հայաստանում քաղաքական հետապնդումների ալիքը նոր թափ է հավաքել, իր բնույթով և ծավալներով չզիջելով անգամ բռնապետական Ադրբեջանին։ Ես և մեր թիմի անդամները մեր մաշկի վրա զգում ենք դա։ Նոյեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցավ մեդիայի դեմ հերթական խայտառակ արշավը։ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները, դիմակավորված ներկայացուցիչները, նույն պահին ներխուժեցին Նարեկ Սամսոնյանի, որը Anti-Fake-ի հիմնադիրն է, և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններ, խուզարկություններ իրականացրեցին և դիմադրություն ցույց չտվող Նարեկին և Վազգենին ձերբակալեցին ու տարան։ Այդ գործողության ընթացքում նաև խուզարկություն իրականացրեցին Anti-Fake-ի խմբագրությունում, առգրավվելով լրատվականի գործունեություն ապահովելու համար ամբողջ տեխնիկան, բոլոր համակարգիչները, բոլոր տեսախցիկները, բոլոր տեսանկարահանող դրոնները, բոլոր միկրոֆոնները, բոլոր անգամ շտատիվները, ուղիղ եթերի և ձայնի աշխատանքի համար անհրաժեշտ ամբողջ տեխնիկան և անգամ խմբագրության անվտանգության տեսախցիկների տեսաձայնագրիչը։ Այս գործողությունները որևէ կերպ հնարավոր չէ կապել շինծու քրեական գործի նախաքննության հետ, քանի որ կրիչ չպարունակող շտատիվները, միկրոֆոնները, տեսախցիկները չեն կարող իրենց մեջ գործի քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարունակել։ Միակ նպատակը բնական է լրատվամիջոցի գործունեությունը խափանելն էր։ ԱՄԵԿ+-ին լիցենզիայից զրկելու մասին կոկորտ պատրող ռեժիմի պարագլուխը երեսպաշտության հերթական գերդոզավորումն ապահովեց, փաստացի դադարեցնելով մեր խմբագրության գործունեությունը։ Լրատվականի տեխնիկան շինծու քրեական գործի շրջանակներում առգրավված է և 2 շաբաթ, կես ամիս անց դեռ վերադարձված չէ։ Այսքանով շինծու քրեական գործի շրջանակներում իրավապահների ապօրինությունները չդադարեցին։ Լրատվականում խուզարկության ավարտին իրավապահները ոլորեցին մեր լրագրողներից Դավիթ Ֆիդանյանի ձեռքերը և ձերբակալեցին առանց որևէ հիմքի 3 օր ժամկետով։ Հաջորդ օրը ձերբակալեցին նաև մեր օպերատոր Իշխան Խոսրովյանին։ Իսկ մեր լրատվականի 2 առանցքային ներկայացուցիչներին՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, որոնք հեղինակել և վարում են Հանրաճանաչ մի փոդքասթը, կալանավորեցին 2 ամիս ժամկետով։ Աբսուրդն այն է, որ նույն հոդվածով, որով 2024 թվականին հետապնդվել էին և լիովին արդարացվել Առաջին ատյանի դատարանի կողմից։ Այս հետապնդումների շղթան վերսկսվեց սովորաբար վերևի ամբյունում նստող անձնավորության սադրանքին շատ մեղմ արձագանքելու համար։ Իդեպ, տվյալ անձնավորությունը ոչ միայն Նարեկին ու Վազգենին կալանավորելու ուղիղ ցուցում է տվել, այլ նաև նույն արտահայտությունների համար քաղաքացիական հայց է ներկայացրել նրանց դեմ։ Ինչ է սա, եթե ոչ տերոր զանգվածային լրատվության միջոցի նկատմամբ։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում ակտիվիստներ, համայնքապետեր, հոգևորականներ և այո, լրագրողներ են կալանավորվում իրենց հրապարակային դիրքորոշումների և քաղաքական հայացքների համար։ Այս ամենը տեղի է ունենում 2025 թվականին 21-րդ դարում, բոլոր այն կառույցների լռության ներքո, որոնք տարիներ շարունակ խոսում էին ժողովրդավարության և խոսքի ազատության մասին։ Վերջին 8 տարիներին քաղաքական կառավարման համակարգը խուլիգանախմբի վերածած կակիստոկրատական խմբակն ազատ խոսքը դարձրել է խուլիգանության, սահմանադրական կարգը տապալելու, ատելություն քարոզելու հանցակազմերի մաս։ Բայց այս երկրի թե թիվ 1 խուլիգանախումբը, թե թիվ 1 սահմանադրական կարգը տապալողը և թե թիվ 1 ատելություն քարոզողը իրենք են իրենց քաղաքական խմբակով։ Այս ամենը և շուրջ 60 քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանի Հանրապետության մեծագույն ամոթն է, և վաղ թե ուշ քաղաքական ամենաթողության հեղինակները և այս շղթայի բոլոր օղակները կանգնելու են արդարադատության առաջ, իսկ իրենց լռությամբ սրանց հովանավորող ժողովրդավարները ծպտուն հանելու իրավունք չեն ունենալու։ Հարգելի ներկաներ, ցավալի է ասել, բայց այսօր հենց ընդդիմադիր հանրույթն ու անկախ զանգվածային լրատվության միջոցներն են ստանձնել արևմտյան արժեքները հենց արևմտյան դեսպանատներից պաշտպանողների դերը։ Եվ մենք մեր թիմով անելու ենք ամեն ինչ, որ միջազգային կառույցները կամ դեսպանատները
վաղը չկարողանան ասել. մենք տեղյակ չէինք։ Շնորհակալություն, ազատություն քաղբանտարկյալներին։